Եվրամիությունը խորացնում է Հայաստանի հետ համագործակցությունը տարբեր մակարդակներում։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Բազում խնդիրներ կան, որոնց բոլորը ստիպված ենք բախվել։ Կիբերանվտանգություն, հիբրիդային սպառնալիքներ, արտաքին ազդեցություն եւ միջամտություն ընտրական գործընթացներին։ Այս բոլոր ոլորտներում կարող ենք ավելի սերտ համագործակցել։ Նաև ճգնաժամերի արձագանքմանը մենք ստորագրել ենք գործընկերության համաձայնագիր, ըստ որի Հայաստանը նույնպես պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Եվրամիության առաքելություններին, որտեղ մենք աջակցում ենք այլ երկրներին կայունություն ապահովելու գործում։ Ավելի վաղ եվրոպացի գործընկերոջ հետ ասուլիսում Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը խոսել է գործընկերության նոր օրակարգի փաստաթղթի վերջնականացման մասին։ Խոստացել առաջիկայում այն մանրամասն կներկայացվի հանրությանը։ Դիվանագետները խոսել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին։ Հարցին, որքան է Բրյուսելի համար կարևոր խաղաղության պայմանագրի ստորագրումը եւ որքանով է կարևորվել այն Ադրբեջան այցի ժամանակ, Կալասը պատասխանել է. իր Բաքու այցի ժամանակ քննարկվել են երկխոսության հնարավոր տարբերակները։ Ողջավորված ենք այս կարգավորման գործընթացով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ իհարկե կցանկանանք տեսնել այս գործընթացի ամփոփումը ինչքան հնարավոր է շուտ ամբողջ աշխարհում մեզ անհրաժեշտ է ավելի մեծ կայունություն ոչ միայն այս տարածաշրջանում։ Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը նշում է, որ այս համատեքստում պետք է հասկանալ, թե Կալասն անվտանգային ինչպիսի երաշխիքների մասին կարող էր խոսել Հայաստանի իշխանությունների հետ։ Կարապետյանը նշեց, թե այս մասին ունի որոշակի տեղեկություններ եւ կարող է մասամբ հանրայնացնել։ Կարծում եմ, որ այն տարբերակը, որ առաջարկվել է եւ որ համատեղությամբ նաեւ հայկական կողմն է առաջարկել որպես տարբերակ, խոսքը վերաբերում է ճանապարհների ենթակառուցվածքների վերաբացմանը, ես կարծում եմ, որ Եվրոմիության հետ այստեղ կա կոնսենսուս եւ որոշակի ինֆորմացիաներ են մեզ հասնում, որ ադրբեջանական կողմի արձագանքին ենք հիմա մենք սպասում։ Մասնագետի խոսքով Հայաստանը փորձում է ի ցույց դնել իր ինքնիշխանությունը, անկաշկանդվածությունը, ցույց է տալիս, որ իսկապես ձգտում է դեպի Եվրամիություն, իսկ ինչ սպասել անդամակցության ճանապարհից։ Հիշում եք հայտնի պետական մոտեցումը, որ մենք կմոտենանք այնքան Եվրոպային, ինչքան Եվրոպան դա թույլ տա եւ ուզի։ Եվ այս համատեքստում մենք դեռ կտեսնենք խանդի տեսարաններ, մենք կտեսնենք ճգնաժամ նաեւ հատկապես հայ-ռուսական հարաբերությունը։ Եվրամիության բարձր հանձնակատարը հարցազրույցում անդրադարձել է նաեւ Ռուսաստանի այն դիրքորոշմանը, թե դեպի Եվրամիություն շրջվելը Հայաստանին կկանգնեցնի տնտեսական ճգնաժամի առաջ։ Well, that the Russians are issuing threats is nothing new. Դե այն, որ ռուսները սպառնալիքներ են հնչեցնում, նորություն չէ։ Մենք դա տեսել ենք նաև աշխարհի այլ հատվածներում։ Կարծում եմ այստեղ շատ հստակ պետք է լինի, թե ինչ են ուզում անել հենց իրենք, հայ ժողովուրդը։ Եթե նայենք որոշ օրինակների, պարզ է դառնում, որ բոլոր հավկիթները մեկ զամբյուղի մեջ պահելը բավականին վտանգավոր է։ Կախվածություն ունենալ այնպիսի երկրներից, որոնք գուցե այնքան էլ բարեկամական չեն, բարդ է։ Ըստ միջազգայնագետի, Եվրամիության բազմաթիվ պաշտոնյաներ նշել են, թե որպես գործընկեր Հարավային Կովկասում տեսնում են Թուրքիային եւ շատ հարցեր լուծվելու են Անկարայի ներգրավվածությամբ։ Հայաստանի հետ Եվրոպայի ցամաքային կապը պետք է ապահովի Թուրքիայով, որը դառնում է միջնորդ տարանցիկ երկիր։ Տնտեսական աճի համար սա ձեռնտու է, բայց պետք է հաշվի առնել նաեւ անվտանգային ռիսկերը, որոնցից առաջնայինը ժողովրդագրական խնդիրն է։ Օրինակ Հայաստանի աջարացման սցենարը, երբ որ տնտեսությունը կարող է խեղդի սեփական տնտեսությանը, այդ հանգամանքը առավել այնտեղ գալիս է մարդկային ռեսուրսի խնդիրը, որովհետև դուք պատկերացրեք, այո, բացվում է 80 միլիոնանոց շուկա Հայաստանի համար, բայց այդ 80 միլիոնանոց շուկան ինչպես կարող է խժռել, կլանել մի փոքր երկրի տնտեսությունը։ Ես էլ չեմ ասում մարդկային խնդիրը, այսինքն այդ քանակի մարդու անցուդարձ Հայաստան մուտք ու ելք։ Առաջիկայում Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դիմակայունություն եւ աճ ծրագրի շրջանակում 2024-27 թվականների համար։ Կայա Կալասի խոսքով այն ուղղված է երկրի տնտեսությանը, այդ թվում բիզնեսներին, որպեսզի նրանք կարողանան բազմազանեցնել իրենց գործունեության ոլորտները եւ նպաստել բարեկեցության հետագա վերելքին։ Մերի Դանիելյան, Լևոն Ոսկանյան, Free Open Media։